Սեդրակյան, արդեն 12-րդ օրն է, որ փրկարարները որոնում են Մարմարիկ գյուղի երկուամյա բնակչին։ Աշխատանքների մասին ինչ կարող եք ասել, այս պահին ինչ աշխատանքներ է իրականացվում, քանի փրկարար է ներգրավված։ Մենք ուրեմն վաղ առավոտից ժամը 7-ից սկսել ենք որոնողական աշխատանքները։ Ներգրավված են ներկապային շուրջ 100 փրկարար ծառայողներ, որոնք ինչպես Մարմարիկ բնակավայրում, այնպես էլ Մարմարիկ գետի երկայնքով եւ աղբյուրակի ջրամբարում ներկապայուն իրականացում են որոնողական աշխատանքներ, ներգրավված են ջրասուզակներ, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունից, հատուկ նշանակության փրկարարական ջոկատից մոտորանավակներ։ Մենք աղբյուրակի ջրամբարում հիմնականում մեծ ուժեր ենք ներգրավել, քանի որ այսօր արդեն 12-րդ օրն է, հավանական հնարավոր է, որ արդեն ինքը աղբյուրակի ջրամբարում մենք կարողանանք ինչ-որ արդյունքի հասնել, բայց մենք նաև բնակավայրում ինչքան շենք շինություններ, հարակից տարածքներ կան, նաև մեր փրկարարները ներկապային ինտենսիվ ձևով այնտեղ են իրականացնում այդ որոնողական աշխատանքները։ Դուք նշեցիք 100 հոգի է, հա, մասնակցում։ Այդ պահին վաղ առավոտից 100 փրկարար ծառայող ընդհանուր գետի երկայնքով եւ աղբյուրակի ջրամբարում եւ հարակից տարածքներում իրականացնում են որոնողական աշխատանքներ։ Գետի ամբողջ ընդունը, հա, բանը ընդգրկով, ամբողջ երկայնքով։ Իսկ այս օրերին տեղացած է հորդարատ անձրևները որքանով են դժվարացնում փրկարարների աշխատանքը։ Որոշակի չափով դժվարացնում են աշխատանքները, բայց մենք անընդհատ շարունակում ենք որոնողական աշխատանքները։ Վաղ առավոտից ամեն առավոտ մեր փրկարարները Մարմարիկ բնակավայրից մոտ 15 կիլոմետր դեպի աղբյուրակի ջրամբար իրականացնում ամբողջ երկայնքով որոնողական աշխատանքները։ Ցանկացած կասկածելի իր անմիջապես նկարահանում ենք, հարազատների հետ կապի մեջ ենք լինում, որպեսզի ինչ-որ գոնե նմուշ, ինչ-որ մի հետք ունենանք, որ հասկանանք ինքը իրոք գետում է թե ոչ։ Կամավորներ ներգրաված են աշխատանքներում, մենք տեսանք այնտեղ նաև տարբեր քաղաքացիներ էին գետը մտնում, փորձում էին որոնողական աշխատանքներ իրականացնել։ Ներգրաված են մայիսի 4-ից որոնողական աշխատանքների ներգրաված են հարյուրավոր կամավորներ, կազմակերպություններ, ամեն ինչով, ամեն միջոցներով փրկարար ծառայությանը աջակցում են, ձեռքի տակ ընկած բոլոր ինչ նկարանող սարքեր, դրոններ, նավակներ, մայիսի 4-ից սկսած մեր հետ միասին որոնողական աշխատանքներին մասնակցում են, գալիս են մեր մոտ, մենք ֆիքսում ենք, քանի հոգով են եկել, ինչ միջոցներով են եկել, հրահանգավորում ենք, անվտանգության կանոնները հրահանգավորում ենք եւ իրականացնում ենք որոնողական աշխատանքները։ Ասվել էր, որ գետի հատակը հնարավոր է նկարանվի, դա իրականացվել է, եթե ոչ, երբ է նախատեսված։ Այո, մենք նկարահանել ենք մի քանի անգամ աղբյուրակ ջրամբարի գետի հատակը վիդեո նկարահանումներ ենք իրականացրել, բայց ջուրը քանի որ պղտոր է, ինքը շարավիղ է, մի քիչ փոքր է, բայց ներկապային էլ ժամը 2-ից հետո նորից հրավիրել ենք մեր աշխատակցին, որ այդ գործողությունները իրականացնենք։ Տեսեք, բավականին գետը սա դժվարացնում է որոնողական աշխատանքները։ Դժվարացնում է ցանկացած պղտոր գետը, իր հոսող գետը, ինչպես տեսնում եք, աղբը գետում շատ են, ամեն ինչն էլ դժվարացնում է աշխատանքները, բայց մենք մեր եղած միջոցներով ամեն ինչ անում ենք, որ կարողանանք արդյունքի հասնել։ Պարոն Սեդրակյան, այսինքն երեխայի գետն ընկնելը վերջնական վարկածն է, որ ամեն ինչ կենտրոնացված է ջրում, հա, փնտրելու ուղղությամբ, թե այլ աշխատանքներ են տարվում։ Ոչ, այլ աշխատանքներ են տարվում, ինչպես գիտեք, շատ վարկածներ են ներքաշում, բոլոր վարկածները ստուգվում են ոստիկանության ծառայողների կողմից, մեր կողմից, մեր համար բոլոր վարկածները հետաքրքրում են մեզ, մենք ինչի համար ենք ավելի շատ կենտրոնացել գետի վրա, նրա համար, որ իրենց տունը գետին շատ մոտ է, որ հավանական տարբերակ կա, որ ինքը գետը ընկած լինի, բայց բոլոր Սպանության
Գործով է չէ հարուցված, բայց քրական գործը։ Իշխանով տեղյակ եմ, այո։ Դե բոլոր վարկածները հաշվի առնելով մեր գործընկերները բոլոր վարկածները ստուգում են։ Հա, ու Իսկ անտառում, քանի որ նշել էին, որ բոլոր վարկածները, որոնք օրակարգում կա ուսումնասիրում են, անտառում որոնողական աշխատանքներ իրականացում են, քանի որ անտառն էլ իրենց տանը շատ մոտ է հատվածը։ իհարկե իրականացվում է, մենք առաջին իսկ օրվանից, ինչպես գիտեք, որոնողական աշխատանքները ավելի արդյունավետ դարձնելու համար կիրառել ենք անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև մեր փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացրել թե տրանսպորտային միջոցներով, թե ոտքով, ամեն մի բնակավայրյան մոտ, ամեն մի շենք շինություն, ինչպես նաև անտառը, ինչպես որ նշեցիք, բոլոր տեղերը մենք այդ որոնողական աշխատանքները շարունակում ենք ու ներկապային էլ շարունակում ենք։ Չի ավարտվելու այնքան ժամանակ, մինչև չի Չի ավարտվելու այնքան ժամանակ, մինչև մենք ինչ-որ մի հետք, ինչ-որ մի արդյունքի հասնենք, մինչև չգտնենք, մենք որոնողական աշխատանքները շարունակել ենք։ Քանի որ ներկապային մենք ոչ մի հետք չունենք, իր հագուստից, ինչպես տեղյակ եք, մենք մայիսի 4-ից մենք հարազատների հետ որ զրուցել ենք, երեխան Տիգրանը մեր 2-ամյա եղել է կապույտ գույնի հագուստով, ջինսանման եւ կարիճնիվի բոթասներով։ Մենք ինչ իր որ հայտնաբերում ենք ջրի մեջ կամ ցամաքում, անմիջապես հարազատների հետ կապի մեջ ենք լինում, որ հասկանանք իրենցն է թե չէ։ Քանի որ ոչ մի հետք չունենք, անընդհատ շարունակվելու է այդ որոնողական աշխատանքը։ Պարոն Սեդրակյան, իսկ երեխայի հետ ասոցացվող որևէ իր առարկա գտնվել է թե ոչ։ Ոչ, ներկապային ոչ մի իր չի գտնվել։ Իսկ ներողություն, գյուղի տարածքում, տան մոտ կամ թեկուզ մայրուղու հատվածում տեսանկարահանող, տեսախցիկ սարքեր կան, դուք որևէ տվյալ կարողացել եք ուսումնասիրել, քանի որ վարկածները տարբեր են, դուք մինչև երեխային առևանգելու մաս։ Առաջի իսկ օրվանից մենք որ եկել ենք դեպքի վայր, հենց առաջի իսկ օրվանից հետաքրքրվել ենք տեսախցիկներով, միայն գյուղի դիմաց կամուրջի մոտ խանութին ունեցել է տեսախցիկ, որը մենք ուսումնասիրել ենք, ինքը նկարահանում է միայն իր դիմացի ճանապարհը, գլխավոր ճանապարհն է նկարահանում, դեպի այդ երկրորդային ճանապարհներն ու գետի կողմը ոչ մի նկարանում չի իրականացվել։ Իսկ ընդհանուր եւ վարչական ղեկավարի հետ եւ ոստիկանության մեր աշխատակիցների հետ ընդհանուր ուսումնասիրել ենք ոչ մի տեսախցիկ բնակավայրում։ Այն առհասարակայից գետը իր հունը որքանով է ինքը բարդ, հա, որոնողական աշխատանքներ իրականացնելու համար եւ նաեւ ասում են, որ ինքը միանում է Հրազդան գետին, նաեւ այդ հատվածը ուսումնասիրվելու է։ Իհարկե ուսումնասիրվելու է։ Այդ առաջի օրը մենք որ կանչը ստացել ենք մայիսի 4-ին ժամը 11:45-ի սահմաններում, անմիջապես մեր աշխատակիցները եկել են դեպքի վայր, այդ օրը գետը ավելի վարար էր եւ հնարավոր է որ մեր ինչքան հավանական տեղեր կա որտեղ որ գետը հանդարտ է 5 տեղ մենք ցանցեր ենք դրել որպեսզի խոչընդոտ հանդիսանա որ ինչ որ մի բան կարողանանք գտնել բայց ինչպես տեսել եք դուք եք եղել աղբյուրակի ջրամբարում ամենահավանական տարբերակը որ գետը լցվում է աղբյուրակի ջրամբար եւ հանդարտվում է ամենահավանական տարբերակը աղբյուրակի ջրամբարն է հիմա այնտեղ ինտենսիվ եւ այդ վիդեո նկարահանումն է նաեւ աղբյուրակի ջրամբարի մեջ է իրականացվում։ Պարոն Սեդրակյան, իսկ այլ վարկածների շրջանակներում փրկարարները բացի գետում որոնում իրականացնելիս, այլ ոչ տարածքներում են աշխատում։ Բոլոր հարակից շենք շինություններում, բոլոր տան մոտ եղած ինչ շենք շինություններ կա, մեր փրկարարները այդ շենք շինությունները ուսումնասիրել են եւ հարակից բնակավայրի շենք շինություններն են ուսումնասիրել։ Իսկ վարկածները, մնացած բոլոր վարկածները մեր գործընկերները, ոստիկանության ծառայողները այդ վարկածները ուսումնասիրում են եւ ստուգում են, տեսնենք ինչքանով է ինչքանով է իրականությանը համապատասխանում։ Բայց
Այնուհանդերձ 12 օրը բավարար ժամանակ չէր, եթե գետում լիներ գտնելու տեսանկյունից, արդյոք սա չի նշանակում, որ այդ վարկածը կասկածելի է։ Քանի որ մենք դեպքեր ենք ունեցել, որ եղել են տարբեր 30-40 օր հետո մենք կարողացել ենք ինչ-որ արդյունքի հասնել, այդ իսկ պատճառով չենք կարող միանշանակ շեշտը դնել, որ 12-րդ օրը եթե չենք գտել, ուրեմն միանշանակ գետում չէ, որտեղ մենք շատ դեպքեր ենք ունեցել, որ շատ երկար ժամանակ է տևել, մինչև արդյունքի ենք հասել։ Ինչպես տեսնում եք, գետն է շատ վարար է, ինքը ու շատ խոչընդոտներ կա գետի մեջ, եւ ծառեր, եւ բետոնյա կոնստրուկցիաներ, շատ հավանական տարբերակներ կա, որ ինքը կարող է այդ խոչընդոտներին, այդ խոռոչներում լինել, այդ իսկ պատճառով միանշանակ չենք կարող ասել, որ այս 12 օրը բավարար է, որ մենք ասենք, որ ինքը գետում չէ։ Շնորհակալ։ Մենք